Նոր-Նորքի վարչական շրջանում իրար հաջորդող բնակարանային գողություններն իրավապահներին հուշում էին, որ հանցավոր խումբ է գործում։ Նույնիսկ մոտավոր պատկերացնում էին, թե ովքեր կարող էին կատարել։ Սակայն հիմնավոր ապացույցներ էին պետք։ Այս տարվա հունվարին ներկայացված այս տեսանյութը պատմում էր ոստիկանության Նոր-Նորքի բաժնի քրեական հետախույզների բացահայտած բնակարանագողերի խմբի մասին, որոնք ոստիկանների հմուտ եւ հաշվարկված գործողությունների արդյունքում հայտնաբերվեցին եւ կալանավորվեցին։ Չբացահայտվող հանցագործություններ չկան, իսկ բացահայտվածները պետք է հասնեն իրենց տրամաբանական ավարտին։ Սա սկզբունք է ոստիկանության ծառայողի համար։ Մեր եթերից մեկ անգամ չէ, որ հնչել է այս պնդումը։ Ներկայացվող այս տեսանյութը նախորդի տրամաբանական շարունակությունն է եւ ասվածի ապացույցը։ Նախորդ տարվա դեկտեմբերի 26-ին երևանցիներ Մեսրոպ Հովհաննիսյանը, Արմեն Կիրակոսյանը եւ Կարեն Օհանյանը կալանավորվեցին թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի, որը կատարվել է խոշոր չափերով եւ ապօրինի կերպով գազային սառը կամ նետողական զենք կրելու մեղադրանքով։ Կարճ ժամանակ անց ոստիկանների ձեռնարկած համալիր գործողությունների շնորհիվ ջրի երես դուրս եկան եռյակի հանցավոր կենսագրության մանրամասները։ Պարզվեց, որ խումբն ամիսներ շարունակ գրոհել է տասնյակ բնակարաններ, բացել դռները հարմարացված բանալիներով, գործիքներով եւ ինքնաշեն առարկաներով։ Հայտնաբերվեց նաեւ գողոնը, որն ինչպես արդեն ասել ենք, մի ամբողջ խանութի կբավականացներ։ Թվում էր, թե տասնյակ բնակարաններ թալանած եռյակի գործով ամեն ինչ պարզ է, սակայն մինչ օրս էլ դեռ մանրամասներ են հայտնվում։ Հրավիրվեցին քաղաքացիներ, ովքեր նախկինում բնակարանային գողության վերաբերյալ տվել էին հաղորդումներ, եղան նաև տուժողներ, ովքեր հեռուստատեսությամբ տեսել եւ ճանաչել էին իրենցից գողացված ապրանքները։ Արդեն Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Կիրակոսյանի մասնակցությամբ հիմնավորվել են նախկինում կատարված տասնյակից ավելի բնակարանային գողություններ։ Միայն վերջին բացահայտումներով պատճառված վնասի ընդհանուր չափը 25 միլիոն դրամից ավելի է։ Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած քաղաքացիներին հայտնաբերելու ուղղությամբ։ Քննությունը շարունակվում է։